Պարոն Ստեփանյան, վերջերս ձեր ընտանիքին պատկանող ավտոմեքենան հրկիզեցին եւ դուք նշել եք, որ այդտեղ որևէ անձնական թշնամանք չկա, այլ քաղաքական հետապնդում է։ Կխնդրեմ նախ գործից ներկայացնել գործը այս պահին ինչ ընթացքում է։ 15 օր ավել արդեն անցել է այդ քայլից հետո, երբ տան դիմաց մեքենան են այրել, այդքան մեքենան այրել են, բայց սա հենց տան վրա կատարված ինչ-որ ոտնձգություն է, որի միակ նպատակը եղել է քաղաքական, որ մենք մայրաստանախմբակցությունը մենք ավականներով չբարձրաձայնենք այս Երևան քաղաքի միլիարդավոր դրամները, անտեղի վատումը, մսխումը, ալան-թալանը։ Այդ դեպքից անցել է 15 օր, կա ինչ-որ ներքին գործերի նախարարության հայտարարած կա մեկ ձերբակալված, որին որ ընդհանրապես չեմ ճանաչում, չգիտեմ ով է, երիտասարդ է։ Ես անձնական թշնամիներ չունեմ, եթե սա անձնական հողի վրա լիներ, միգուցե անձնական հողի վրա, արդեն շուտ բացահայտվել էր, արդեն բացահայտել էին իրավապահ ես չունեմ անձնական ոչ թշնամանք, ոչ ինչ-որ մեկի հետ խնդիր։ Սա քաղաքական է եւ վերջ, սրա երկրորդ տարբերակը գոյություն չունի։ Դուք շարունակում եք պնդել, որ անձնական թշնամիներ չունեք եւ քաղաքական հետապնդում է, բայց տեսեք այսօր մեծ հետ զրույցում ձեր գործընկերը Անի Խաչատրյանը նշեց, որ ձեր անձնական որակներից ելնելով պարզ է դառնում, որ որևէ մեկի հետ անձնական թշնամանք եք ունեցել եւ բացառեց, որ քաղաքական հետապնդում է։ Դուք ինչպես կարձականք եք։ Իմ անձնական որակումներից ելնելով Դրա խոսքերը մեջ բերեցին։ Նախ ես նման գործընկեր չունեմ, ես չեմ համարում նա գործընկեր է ինձ, եւ երկրորդը եթե ներողություն կին է, եթե իմ եւ իր անձնական որակումները չափենք, սարերի ու ձորերի տարբերություն կա։ Շատ պետք է հələ կարողանայինք համ կյանքում, համ աշխատանքի տեղ մեծանա մի քիչ ժողովրդի լեզվով ասած հաց ու պանիր ուտի, որ կարողանային որակումներին մի քիչ հասնի։ Ես ու ձեր նշած անձը ոչ մի առնչություն, ոչ մի ընդհանուր բան չեն կարող երբևիցե ունենալ։ Ես դրան ինչ ասեմ։ Նաև անդրադառնալով Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականին նշեց, որ ի տարբերություն նախկիների կամերաների դիմաց են հիմա նման երևույթներ տեղի ունենում ու նաև նշեց, որ դա փոխադարձ կռիվ է եղել եւ հավասարը հավասարի դեմ կռվել, արդյոք դա խմբակային չէր, փոխադարձ կռիվ էր ու նաև նշեց, որ սադրել է, Արթուր Չախոյանը սադրել է։ Դուք ինչպես եք մեկնաբանում սա։ Ձեր նշած անձնավորության աչքերը լայն բացեք, կամ էլ իրանք լայն աչքերը կարող են բացել միայն թալանելու կոռուպցիան հոտը զգալով, նման երևույթների մոտ գնալով։ Նման բան չկա, 10 հոգով Արտուրին, քաղաքացուն, կապ չունի բլոգերին, ծեծել են, ասում են հավասար կռիվ էր, բոլորը տեսել են, այս մարդիկ իրենց խաբում են, մտել են իրենց կաբինետներ, իրենց խաբում են, ոնց որ խաբեցին 2023 թվականին, որպես fake ընդդիմադիրներ մասնակցեցին ընտրություններին եւ երևանցիներին խաբելով ընդդիմության ձայները հավաքեցին եւ եկան կծվեցին ԿՊ-ին, որ իրանք էլ կարողանան ամեն ինչից օգտվել։ Հիմա ես նորից կրկնում եմ, ոչ, սա խմբակային հարձակում էր, միակ մարդու վրա տեսանյութում բոլորը տեսել են, երևանցիները լավ հասկանում են Հանրապետություն կուսակցությունը ԿՊ-ն կծված։ Այս մարդիկ վերջնական թալանի համար ճակատամարտ են տալի, ժողովուրդ ուրիշ բան չկա, բայց ամեն բան ունի վերջ, ոչ մի իշխանություն եւ կծորդ հավերժ չի լինում։ Ու նաեւ այսօր հակակոռուպցիոն կոմիտեն մտել էր քաղաքապետարան եւ կա արդեն 2 ձերբակալված անձ։ Հայտնի է ովքեր են այդ անձիկ, եթե հայտնի չէ, ձեր գործընկերները նշել են, որ որևէ տեղեկություն չունեն, եթե ձեզ եւս հայտնի չէ, ապա ում եք կասկածում։ Ինձ հայտնի է մի բան, որ 23 թվականից հետո այս պոզով փոչով կոռուպցիոն կենթանին մտել է շենք ու ոչ մի ձև չեն կարողանում այս կենթանուն ստեղից հանեն։ Այո, մի քանի օր առաջ էլ Շենգավիթ վարչական շրջանում էր, էլի կոռուպցիոն սխեմաներով ինչ-որ ձերբակալություններ, ինչպես հայտարարեց հակակոռուպցիոն կոմիտեն, հիմա էլ առավոտյան Երևանի քաղաքապետարանը ժողովուրդ ջան, սիրելի ժողովուրդ, դուք ձեր վճարած հարկերով, տուրքերով այս մարդիկ չեն կշտանում։ Նշել էին, չէ, որ կոպեկ առ կոպեկ սա վերադարձվելու է ժողովրդին ու նաև բացառվելու է կոռուպցիան ու մինչև այսօր էլ նշում են, որ վերնադասում չկա, հա, նման դեպքեր կոռուպցիան բացառում են։ Չեմ հավատում, սուտ են ասում։ Ես իրենց ոչ մի բառն էլ չեմ, իրանք ինչ ասում են հակառակն են անում։
իրանք մի հատ հիմա բան են որթեգրել, ուղղի ասում են, բա որ մենք կոռուպցիոն չբացահայտենք, մարդկանց չէին ձերբակալի, բայց դուք ում եք ձերբակալում։ Ամեն ամիս Երևանի քաղաքապետարանում հակակոռուպցիոն ինչ-որ գործողություններ է անում։ Այս մարդիկ կոռուպցիայի մեջ թաթախված են։ Սրանք պոզով փոչով կոռուպցիոն կենթանիների հարազատ շփման մեջ են։ ՔՊ-ն հանրապետությունը եկել է Երևանը թալանի ու գնա։ Այսքան բան, ուրիշ ոչ մի բան չկա, բայց գալիս է պատասխան տալու ժամանակը երևանցիներին։